մի քանի տարի հետ գնանք։ Տեսնենք, թե ինչ էինք մենք, օրինակ կոնկրետ ես, ինչ էի ասում 18 թվականից հետո, թե ինչ պրոբլեմներ կա երկրի առաջ եւ ինչ արձագանք էինք ստանում։ Ինչ էր անում իշխանությունը։ Այն նույնպես անպատասխանատու ամբողջ sense ձևավորված անվտանգային համակարգ քայքայեցին, արդյունքում մենք ուղղակի ստացանք պատերազմ։ Ղարաբաղը դեռ կար, փոքրացած, բայց կար։ Նույնը կարող ենք ասել, չէ՞։ Երբ այն ժամանակ, եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունը ականջալուր լիներ, փորձեր մի քիչ հասկանալ այս սպառնալիքները եւ ճիշտ գնահատեր, մենք Ղարաբաղը չէինք կորցնի։ Այնինչ դուք ասում եք, մենք հենց մեր փորձի վրա, այլ ոչ թե ինչ որ մի տեղ այս մոլորակի վրա, ինչ որ մի կետի փորձի վրա ենք, կամ մեկ այլ ժողովրդի փորձի վրա ենք փորձում եզրակացությունների կան։ Հենց մեր փորձի վրա մենք տեսնում ենք, որ անպատասխանատությունը իշխանության կողմից բերում է ծանրագույն հետևանքների եւ այդ գինը տալիս է ժողովուրդ կյանքերով, իրենց տնտեսական բարեկեցության գնով եւ այլ եւ այլ։ Դրա համար այնինչ դուք ասում եք, լավա մենք լինենք, այսպես ասենք, այդ հորետեսական կողմը, բայց մենք պարտավոր ենք զգուշացնել ժողովրդին, որ լրջագույն պրոբլեմ կա։ Եվ եթե հիմա Հայաստանը այդ պրոբլեմներին բավարար ուշադրություն չդարձնի եւ չլրջանա, մենք կարող ենք շատ ավելի մեծ խնդրի առջեւ կանգնել։